Նայեք սիրելի քրիստոնյա ժողովուրդ, միայն նրանք, ովքեր ունեն մարգարեի հոգի եւ առաքյալի հոգի կամ էլ մարգարեն եւ առաքյալներ են, նրանք կարան հասկանան Աստծո հոգու բաները, Աստծո հոգուց դուսելած խոսքերը։ Ես ասեմ, որ ինձ շատերը չեն կարա լսան եւ հասկանան, որովհետեւ նրանք լսան կհասկանան, ովքեր կանչված են մարգարեներ եւ առաքյալներ եւ ովքեր ունեն այդ նույն հոգին, որի հիմքի վրա հիմնված է եկեղեցին եւ պետք է շարունակա մինչեւ վերջ եւ որի հոգով էլ գրված Աստվածաշունչը։ Բայց շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որովհետեւ նրանք հիմարություն են նրա համար եւ չի կարող էլ գիտենալ, որտեւ հոգեվոր կերպով են քննվում։ Այսինքն շնչավոր մարդը այն հավատացյալը, ով որ շնչավոր է ապրում իր կյանքով, իր զգացմունքներով, իր մարմնավոր շնչավոր կյանքով է ապրում, նա երբեք Աստծո մարգարեական հոգուց, Աստծո հոգուց տված խոսքը, մարգարեությունը, հայտնությունը չի կարա հասկանա։ Իր համար դրանք հիմարություն կլինեն։ Ինչի համար, որտեղ ինքը շնչավոր մարդ է, ինքը հոգու բաները չի հասկանա։ Բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է, բայց հոգևոր մարդը ամեն բան տեսնում է եւ ամեն բանը քննում է, որտեղ ինքը տեսնում է հոգիները, կարողանում է զանազանա, թե ինչ հոգով, ինչ ոգով, ինչ էությունով են մարդիկ ապրում, խոսում կամ քարոզում կամ գործում, եւ ինքը ոչից էլ չի քննվում։ Հոգևոր մարդին ոչ մեկը չի կարա քննա։ Եթե դու հոգևոր ապրես, հոգով վարվես, դու ոչ մեկի չես քննվի։ Ինչի համար, որովհետեւ ով գիտաս Տիրոջ միտքը, որ բան սովորեցնեն նրան, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք, այսինքն հոգևոր մարդը, ով որ ունի Քրիստոսի միտքը, ով ունի Քրիստոսի հոգին, էությունը, խաչը, նա ոչ մեկից չի քննվում։ Բայց շնչավոր մարդը երբեք չի հասկանա հոգևորին։ Դրա համար էլ շատերը չեն կարա լսան մեզ եւ հասկանան։ Դրա համար Աստված հավաքում է իրար շուրջ մարգարեին ու առաքյալներին, մարգարե եւ առաքյալի հոգի ունեցողներին, ժողովուրդ ջան, Տերը օրհնած ձեզ, եղեք օրհնված։ Դա Աստծուց է, ոչ թե մարդուց է։